Մենք խոսում ենք մի բանի մասին, որը անիրագործել է թեկուզ միայն մի պատճառով, որ ընտրություններին մնացել է 8 ամիս։ Կապ չունի։ Դե հիմա ասենք հաջորդ քայլին, եթե դա անիրագործելի լինի եւ կամ ես չեմ համարում անիրագործելի, ասենք թե հնարավորություն իրագործել, ենթադրենք, ապա պիտի ընտրությունների շուրջ ընդդիմությունը կոնսոլիդացվի։ Ահա։ Ընդդիմությունը Եկա ավելի առանցքային, որը հնարավոր չէ։ Եթե հնարավոր չի, Նիկոլ Փաշինյանը կվերընտրվի։ Իսկ հնարավոր է, դուք ինչ եք կարծում։ Իհարկե հնարավոր է։ Երկրորդը կմիավորվի, երրորդը։ Մի հարց էլ ունեմ, ում կաջակցի առաջին այդ դեպքում։ Չէ, առաջինն էլ է։ Ինքն է պիտի միավորվի։ Երկրորդի եւ երրորդի։ Ինքն է պիտի միանա, այո։ Ես մտածում եմ Հովիկ Աղազարյանս, որ հայրենիքի փրկության ծանրագույն բեռը դրված է իմ ուսերին։ Հայաստան դաշինք խմբակցությունը մտածում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որ հայրենիքի փրկության ծանրագույն բեռը դրած է իր ուսերին, իրանց ուսերին։ Պատիվ ունեմ իմ գործընկերները մտածում են հայրենիքի փրկության ծանրագույն բեռը դրված է իրենց ուսերին։ Հարց. Դուք ինձ հարցում եք, պարոն Աղազարյան, դե փրկեք հայրենիքը։ Կներեք, պարոն Մնացականյան, խանգարող հանգամանք կա։ Ո՞րն է, պարոն Աղազարյան, խանգարող հանգամանքը։ Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը։ Ահա։ Դիմում եք Հայաստան դաշինքին։ Հայաստան դաշինք, փրկեք հայրենիքը, չէ՞ որ դուք գտնում եք, որ ձեր ուսերին է դրված։ Աղազարյան Հովիկելի պատճառ ունի հեշտաղեն։ Դուք ինչ եք ասում։ Մենք էլ ունենք բանը խանգարող հանգամանք։ Ձեր խանգարող հանգամանքը ո՞րն է։ Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը։ Մենք պատասխանը տալիս է պատիվ ունեմ խմբակցությունը եւ բոլոր քաղաքական ուժերը։ Հետեւաբար բոլոր քաղաքական ուժերը, որոնք քաղաքական դաշտում իրար հանդեպ ունեն ընդդիմություն անձնական կարգի, ասենք, չկամության բանը խնդիրներ եւ նաեւ գաղափարական տարաձայնություններ, բայց բոլորին հայրենիքի փրկության համար խանգարող հանգամանքը Նիկոլ Փաշինյանի վարչապետությունն է։ Ուրեմն միավորում են այդ գաղափարի շուրջ, Նիկոլ Փաշինյանը հեռացնում է իշխանությունից եւ ներկայանում են ժողովրդին հայրենիքի փրկության իրենց ծրագրերով եւ ժողովուրդը կատարում է իր ընտրությունը։ Ինչ բանը բարդման կաստը։ Այդ միտարով բնականաբար։ Այդ իրար նկատմամբ անհանդուրժողականությունը եղել է թե նոր է ծնվել, ինչ է կարծում։ Չէ, դա բանը մշտապես եղել է եւ դա բնական է։ Չի կարա չլինի։ Ասենք ես որ ասում եմ ինձ թվում է թե հայրենիքի փրկության ծանր բեռը դրված է իմ ուսերին, չէ՞։ Ասենք ես լավ աշկերով ասում եմ որ վստահություն է շնչում, բայց խորքում կարող է պատահել նաեւ անձնական շահեմ է տապանձում։ Նաեւ դա է մարդկային։ Էդի կարող է քողարկում եմ էդի դրանով։ Ինքն է քողարկում էդի դրանով, իրական մի ուրիշ նպատակ է տապանձում։ Բա ո՞նց անենք, որ այդ ամեն դաշտից մաղենք գտնենք այն մարդկանց, որոնց մոտ հայրենիքի փրկության, այսպես կոչված, գործակիցը մասնաբաժինը շատ ավելի մեծ է, քան անձնական շահի մասնաբաժինը։ Դա լավ է ժողովուրդը։ Դե գնանք ժողովրդի դատին։ Ստեղծեք պայմաններ, գնանք ժողովրդի դատին, ով կընտրվի մաքուր թափածի գտնություններով, 2026 թվականի հունիսի 7-ին։ Եթե չստացվի իմպիչմենտը։ Դուք գնացել եք Մեկուսարան Միքայել Սրբազանին հանդիպել։ Այո։ Ձեր նախաձեռնությամբ։ Այո։ Ես վկաներ ունեմ, Թե ազդակ էր եղել, որ ուզում են հանդիպեն ձեզ հետ։ Չէ։ Նույնիսկ ես կասկածում եմ, որ կարող է ինքը չհամաձայնվի հանդիպի, որովհետև իմ վերաբերմունքը ընդհանուր առմամբ հոգևորականներին եւ մասնավորապես Բագրատ Գարոստանյանին շատ, ասեմ, մեղմ ասած, ձիգ է, էլի, ասեմ, այս բան չի։ Բայց ես վկաներ ունեմ, որը կարող են գալ հաստատել, որ ես 3 տարի առաջ, 4 տարի առաջ Միքայել Սրբազանի մասին արտահայտվել եմ, չճանաչելով, չտեսնելով իրեն։ Շատ բարձր, այսպես կոչված, տրամադրվածությամբ, դասելով իր խոսքը, հարցազրույցները եւ այլ, ես նայել եմ եւ շատ բարձր կարծիքի եմ եղել։ Պատահաբար մի անգամ հանդիպել եմ բանում։ Դուք այդպեսի կարծիքի եղել եք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Եվ լսել եք նրան եւ ի տարբերություն դեռևս ի տարբերություն Միքայել Սրբազանի Նիկոլ Փաշինյանը իրան սպառել է քաղաքականապես, բարոյապես, ֆիզիկապես, հոգեպես, սոցիալապես եւ պետք է իրան կանգնեցնել, որովհետեւ ինքը վերածվել ավտորիտար ղեկավարի, իսկ մեր նմանպետությունների համար ավտորիտարիզմը դա կորցանարար է։ Ես բարձր կարծիք եմ եղել Նիկոլ Փաշինյանի մասին, հիմա էլ եմ բարձր կարծիք։ Միքայել Սրբազանը չի վերածվի ավտորիտար ղեկավարի։
Ո՞ց կհասցնի 6 ամսում։ Ենթադրենք։ 6 ամսում ո՞ց կհասցնի։ 6 ամսի վարչապետ դարավոց կարա հասցնի, երբ որ դու ստեղծում ես հավասարակշռված կառավարություն տարբեր ուժերի տակ 6 օրն էլ է բավական։ Չէ։ Մի ասեք։ Միքայել Սրբազանը նաև այսպես կոչված դրականորեն տարբերվում է շատ նաև քաղաքական գործիչներից, որ ինքը իր խոսքը մի ասել է քննադատական, չէ, բայց որպես քաղաքացին իր խոսքն ասել է։ Ռոբերտ Քոչարյանի մասին էլ ասել է, կարծիքը երբեմն դրական, երբեմն բացական շեշի, լավին լավ, վատի վատ, ինչպես կասի, նեղության մեջ գտնվող Վարդան Ղուկասյանը։ Նույնն էլ ասեք Նիկոլ Փաշինյանի մասին է ինքը հետևի արտահայտվել։ Հետևաբար ես շատ լավ տեխնացու եմ, ափսոս որ հանդիպում չի համաձայնվում։ Ինչ տվեց այդ հանդիպումը ձեզ։ Ես ուղղակի գնացի, խոսեցի, զրուցեցի, իմ համար շատ հաճելի էր։ Եվ ես ասում եմ, կներեք, միակ առաջարկում երբ որ իհատ հանդիպեցի, դա 24 նյուզկետի տաղավարում էր, դուրս եկած ինքը մտնում էր, մի քանի վայրկյան զրուցեցինք, ասի ես սա հետևում եմ Միքայել Սրբազան, եւ եթե հանկարծակի երբևէ ես դառնամ հավատացյալ, իմացեք, որովհետեւ մեզ ներդրումը ձերն է, ուրախացաբար։ Գնացել էի, որ իմ համեստ բանը ասեք, աջակցություն, եթե կարող եմ շումանով օգտակար լինեմ, շնորհակալություն հայտնեց, ասա որ շումանի կարիք չկա, բնականաբար ոչ նյութականի, էլի։ Եվ ես լավ զգացի շատ։ Հասկացա, որ եկեղեցու հետ ձեր հարաբերությունները այնքան էլ սերտ չէ։ Հա։ Ասենք այն թերությունները, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտնաբերել է, ճակերտների մեջ հայտնաբերել է եւ օգտագործում է անամոթաբար քաղաքական, զուտ քաղաքական շարժարիթերից դնելով, այդ թերությունների մասին ինքն էլ գիտեր 10 տարի առաջ, 15 տարի առաջ, ես էլ գիտեի 10 տարի առաջ, 15 տարի առաջ, բայց դա իմ գործը չի։ Եվ իր գործն էլ չի։ Դա եկեղեցու գործն է։ Չէ, ձերը կարող է չլինի, նա երկրի ղեկավարն է։ Մի, հետո ինչ։ Ամբողջ աշխարհի հայ ժողովրդի ղեկավարն է։ Գարեգին Սրբազանը ամբողջ աշխարհի մեր քրիստոնյաների եւ իմն էլ ինչ որ իմաստով ճիշտ է հավատացել չեմ, բայց ինչ կապ ունի, ես այդ արժեքները կրում եմ, քրիստոնեական արժեքները կրում եմ եւ դա համարում եմ հայ լինելիության կարևորագույն մի ասենք արգումենտներից մեկը հնարքի համար։ Մեր վերջին հանդիպման այստեղ ասացիք շատ մեծ հավանականությունը, որ ինձ կկալանավորեն։ Չկալանավորեցին ձեզ։ Հա, դե հավանականությունը մեծ էր, բայց չկալանավորեցին, որովհետև կալանավորել համար նորից պետք է գան ազգային ժողով թույլտվություն ստանալու համար։ Թե խնայեցին ձեզ։ Հաշվի առնելով որի՞չ ձեր նախկին կապը հեղափոխական ուժի հետ։ Չէ։ Հեղափոխության առաջամարտիկների։ Հիմա մենք մտածում ենք կալանավորի, չկալանավորի, տարբերությունը շատ էական չէ, այն դժոխքի, որի միջով ես անցել եմ եւ անցնում եմ։ Տարբերությունը շատ մեծ չէ լինի։ Իհարկե նաև չկալանավորեցի, որովհետեւ լրատվական միջոցները հասարակական այսպես կոչված հատվածը շատ շնորհակալ եմ, երևի ոչ թե ինձ սիրելու պատճառով, այլ երևույթին գնահատական տալու պատճառով հսկայական մեծ աջակցություն է դա մեծ աջակցություն է։ Հիմա ասենք երրորդ քննիչն է փոխվել իմ գործով, 3-4 ամիս է մոռացել են ընդհանրապես չեն կանչում, երրորդ քննիչն է փոխվել, կարևոր, այսպես որ մեղադրական հատվածներից մեկը դուրս է եկել, որ բերեցին ներկայացրեցին ազգային ժողովում, ասենք որ լսում ես, չեմ կարող ասեմ նախաքննական գաղտնիք բան չարտահայտելու պատճառով, բայց կարևորագույն մի կետերից մեկը դուրս է եկել։ Տեսեք, ես չեմ ասում, երկու դրվագ կա, մի դրվագի մասին չեմ ասում, որովհետև մի դրվագի հետ կապված իրավապահ մարմինները ճշտելիք անելիք ունեին։ Երկոքի խոսացել են իրար հետ, որից մեկին ես ճանաչում եմ, ինչ-որ գործ են նախաձեռնել, ոչխարներ, եւ մեկն ասել է հարցեր կանդելուտելու, հետո ասել է ես աղազարի հետ մոտիկ եմ, կարամ խնդրեմ օգնի, եկել է որ խնդրի օգնեմ, ասել եմ չեմ կարող օգնեմ։ Հա, դա ճշտելու բան կա, այնպես որ զրեի սարկված էր։ Մյուս գործը, ես ինքս էի դատախազի գալուց 1 տարի առաջ դիմել իրավապահ մարմիններին այդ գործով, որը չէին ընդունել։ Իսկ հիմա ծանոթ եմ, պատմել եք այդ մասին։ Լավ։ Ընտրություններին մասնակցելու եք, թե աջակցելու եք որևէ մեկին, ինչպես եք որոշում։ Կարող է այսպես իրավիճակ։ Կարող է մեր առաջարկությունը ընդդիմադիր դաշտի համար ընդունելի լինի,
բայց մենք ընդունելի չլինենք ընդունակ։ Մարոկյանի տարբերակով։ Չէ, դուք բանը 26 թվին եք ասում, թե ինչ մեկը։ 26-ը։ 26 թվին բանը, 26 թվին մասն եք խոսում։ Կարող պատահի այն առաջարկությունը, որ մենք ներկայացնում ենք, հա, այն առաջարկությունը, որ մենք ներկայացնում ենք պարոն Ասլանյանի հետ, այդ որից առաջարկեցի մի շարժ խոսեցի այդ մասին, ընդունելի լինի դիմադիր դաշտի համար։ Իրանք միավորվեն, բայց ասեն պարոն Աղազյանի կներեք, մեր նկատմամբ վստահություն չունենք ձեր պարոն Ասլանյանի։ Եվ որովհետև մենք կարծում ենք բոլոր դեպքերում դուք վերջի պահին կարող պատահի միանաք Նիկոլ Փաշինյանին։ Այդ ժամանակ մենք կասենք մեր տեխնոլոգիանը պետք չի դնել։ Մենք ցուցակներում չենք ուզում լինենք, եկեք դուք, մենք ձեր կողքին լինենք, թույլ տվեք մենք ձեր կողքին լինենք, այդ գաղափարները առաջ մղենք, ներկայանանք ժողովրդին, ասենք որ սա ճիշտ է ժողովուրդը, բայց մեր տեխնոլոգիանը չլինի, օրինակ, տարբերակներից մեկը։ Հիմա մենք այդ ինչ եղավ, մասնակցում ենք թե չէ, դա արդեն ուրիշ հարց է։ Իսկ եթե այդ կոնսոլիդացիան չլինի, եւ քաղաքական ուժերը գնան եւ մեկ-երկու ուժեր չմիավորվեն, վերջի տարբերակ որ մենք մնանք մենակ պարոն Ասլանյանի հետ, անպայման մասնակցել։